Ես զրուցում եմ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, շնորհակալություն պարոն Դանիելյան հարցազրույցի համար։ Այսօր երևի մենք պետք է քաղաքական հարցերը կրոնական պատմական հարցերի հետ համադրված դիտարկենք։ Եվ դրա համար հենց ձեզ եմ ընտրել որպես զրուցակից, որ մասնագիտական փորձով կարող է կրոնագիտությունն ու քաղաքագիտությունը մի փոքր այսպես համատեղել։ Անցած կիրակի ունենք, հենց ուղիղ մեջտեղում ենք, անցած կիրակի ունեցել ենք պատարագ, որը պատարագ կոչվել, ասում են շատերը, չի կարող, քանի որ կարգալույծ քահանան է իրականացրել, եւ նույն շաբաթ եւս նորից նախատեսվում է նույն քահանայի կողմից պատարագ, ընդ որում նա արդեն փոխել է բանալիները վանքի եւ թույլ չի տալիս մյուս օջալ քահանաներին մուտք գործել վանք, որը չգիտեմ եղել է երբևիցե, գուցե եւ եղել է պատմության մեջ, բայց շատ խորքերում դարերի։ Այսօր իրավիճակը քաղաքագիտակրոնական իմաստով ինչպեսին կգնահատեք, եթե շատ կարճ ժամանակ ունենաք գնահատական տալու համար։ Եթե կարճ գնահատենք, ուրեմն այն պնդումը, որ կրոնը կարելի է դիտարկել քաղաքականությունից դուրս, դա հնարավոր չի, որովհետև մենք շփոթում ենք հավատքը, որը մարդու անձնական խնդիրն է, իր խղճի խնդիրն է, կրոնական ուսմունքը, որը տալիս է արժեքային համակարգ եւ մեծ հասարակություններ է ձևավորում, համայնքի տեսքով, ազգի տեսքով, նաև պետության տեսքով, եւ եկեղեցին, որը կոնկրետ ինստիտուտ է, կոնկրետ կառույց է, ինչ-որ խնդիրներ է լուծում։ Հիմա այս երեք հասկացողությունները մարդիկ խառնում են։ Եթե մենք խոսում ենք կրոնի մասին, կրոնական ուսմունքի մասին, դա քաղաքական հասկացողություն է, եւ քաղաքականությունից դուրս խոսել կրոնի մասին հնարավոր չի։ Եվ այսօր այն իրավիճակը, որը ստեղծվել է, բոլորի համար բարձր է, որ դա ունի քաղաքական պատճառներ եւ ներքաղաքական իմաստով, որովհետեւ Հայաստանը մի իշխանություն ունի այսօր, որը փորձում է վերարտադրվել հայտնի պատճառներով, որովհետեւ եթե չվերարտադրվի, իրենք անձնական անվտանգության խնդիր ունեն, որովհետեւ այս 7 տարիների ընթացքում իրենք այնպիսի ավերվածություններ են բերել, որոնք պետք է հետաքննել եւ պատասխանատվության առաջ իրենք կանգնել։ Սա է ամբողջ խնդիրը, սակայն բարդանում է իրավիճակը նաեւ նրանով, որ այս ամեն ինչի տակ կա աշխարհաքաղաքական նշանակություն եւ դրա համար հերո չգնանք ուկրաինական դեպքերը, երբ որ 14 թվականին Մայդանով հեղափոխություն տեղի ունեցավ, միանգամից ուկրաինական եկեղեցու խնդիրը առաջացավ եւ արտաքին ուժեր, նաեւ բավականին հետազոտություններ կան, բաց տվյալներ կան, որ տարբեր երկրների հատուկ ծառայություններ աշխատել են ուկրաինական եկեղեցու հետ, որպեսզի ուկրաինական եկեղեցին դուրս բերեն ռուս Մոսկվայի պատերազմության ազդեցության տակից, որտեղ դա քաղաքական հարց է եւ դրա միջոցով աշխարհաքաղաքական վեկտորներ փոփոխել։ Նույնը կատարվում է Հայաստանում եւ Հայաստանում այս ամեն ինչի տակ աշխարհաքաղաքական վեկտորների փոփոխության հարց կա։ Եվ այստեղ ամենավտանգավոր պահն է, որը ձևավորվել է հիմիկվա Հայաստանում, որովհետև եթե եկեղեցին աշխարհաքաղաքական պատճառներով փորձում են փոփոխություններ իրականացնել ղեկավարության, կաթողիկոսի եւ եպիսկոպոսների, սա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցին կսկսի մասերի բաժանվել եւ ոչ լեգիտիմ փոփոխությունը կբերի նրան, որ կառաջանան հակաթոռներ։ Վրաստանում առանձին կաթողիկոս կձևավորի, կլինի կաթողիկոսություն, Ռուսաստանում, Վրաստանում, Արևմուտքում, օրինակ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, որտեղ դաշնակցության ազդեցությունը ավանդորեն մեծ է, գուցե այնտեղ հայ համայնքը նույնպես պարակտվի, մի մասը գնա Կիլիկիայի եկեղեցի, մի մասը նոր Էջմիածնի եկեղեցի, մի մասը ենթարկվի Վրաստանի կամ Ռուսաստանի ապագա կաթողիկոսությանը, այսինքն սա ֆանտաստիկ, սարսափելի հարված է լինելու եկեղեցուն։ Իսկ ինչ է նշանակում հարված եկեղեցուն։ Հայ սփյուռքի ֆենոմենը դա եկեղեցու հետ է կապված, որովհետև հայ սփյուռքը ձևավորվում եւ մտնում է եկեղեցի շուրջը, դա ավանդության հետ է կապված, որովհետև հայերը երկար ժամանակ եղել են կրոնական համայնք եւ հայկական ինքնագիտակցությունը հայ քրիստոնյայի տրամաբանության մեջ է։ Հատկապես մուսուլմանական երկրներում նույնպես ֆենոմենը
Համայնքի պահպանման։ Ոչնչացնելով եկեղեցին որպես այդպեսին, ոչնչացվել է Սփյուռքը եւ ամենահետաքրքիրը այն է, որ շատ լուրջ հետազոտական կենտրոններ կան, մասնավորապես Թուրքիայում, մասնավորապես Բրիտանիայում, որոնք այս ամեն ինչը շատ լավ հասկանում են, դեռևս տարիներ առաջ իրենք ասում են, որ հայկական Սփյուռքը եւ հայկական եկեղեցին մասնավորապես Թուրքիայի համար վտանգ է, խանգարում է բրիտանական ծրագրերին, որտեղ այս եկեղեցու այս մտածողության շնորհիվ իրենք մտնում են Ռուսաստանի ազդեցության գոտի, հա, այս մտածողության պատճառով, եւ դրա համար դա պետք է ոչնչացնել։ Եվ երկու թիրախ կա՝ եկեղեցի եւ Սփյուռք, որը միմյանց հետ փոխկապակցված են։ Եվ նորից կրկնեմ, սա նաեւ արտաքին պատվեր է։ Մենք իհարկե չենք կարող հետքել, որ եկեղեցին երևի բարեփոխման կարիք ունի։ Նույնիսկ կուսակրոնության մասով, այսինքն այս դարում կուսակրոնությունը պահպանել որպես կարգի պահպանում, կարծես թե դա էլ կարելի է հարցականի տակ դնել, որովհետև շատերը կան, ասում են նույնիսկ, որ Վազգեն առաջինը վերջում դեմ է արտահայտել կուսակրոնությանը։ Նկատի ունեմ, արդյոք դա է ամենակարևոր հիմքերից մեկը կարգի պահպանման տեսակետից։ Բարեփոխման կարիք ընդհանուր առմամբ եկեղեցին թերևս ունի։ Միանշանակ եկեղեցին բարեփոխման կարիք ունի եւ ոչ միայն Վազգեն առաջինն է դրա մասին, հա, ինչ որ քննարկումներ կազմել նույնը արել է նաեւ Գարեգին երկրորդը տարբեր փակ քննարկումներում եւ շատ հոգեվորականներ այդ առաջարկ արել են, որ կուսակրոնությունը արդեն ժամանակավրեպ է, որովհետեւ քրիստոնեության մեջ կուսակրոնության պահանջ չի եղել եւ կուսակրոնության գաղափարը եղել է նաեւ միջև քրիստոնեությունը նույն փիլիսոփաների մեջ արդեն որտեղ խմբեր են կազմում եւ չէին ամուսնանում համարելով, որ ընտանիքը խանգարում է կենտրոնանալ ինչ-որ գաղափարների վրա եւ այլն, եւ երրորդ, չորրորդ դարերում այդ խնդիրը առաջացավ եկեղեցում եւ Քաղկեդոնի ժողովում 5-րդ դարում այդ կուսակրոնության հարցը ընդունվեց այդ պահանջը, բայց ոչ նենց միանշանակ, այսինքն այս նախնական process-ներին ցելիբատը կուսակրոնությունը կաթոլիկ եկեղեցում խիստ դրվեց 13-րդ դարում 13-րդ դարում եւ հիմա շատ եկեղեցիներում նաեւ կաթոլիկ եկեղեցում այդ խնդիրը կա, որ պետք է հրաժարվել կուսակրոնությունից, որտեղ կուսակրոնության հիմնական նպատակը եղել է եկեղեցու նյութական բարիքները եւ ֆինանսները հոգեվոր հարց չի դրվել, էլի, դեռ ավելի շատ նյութական որ մարդիկ ասենք չփորձեն ժառանգական ինչ-որ իշխանություն ստեղծել, ժառանգական, ասենք Հռոմի պապ կաթողիկոս, չնայած Հռոմում տես դեպքեր եղել են, որ պապի անօրինական որդին նորից պապ է դառել, նմանց դեպքեր եղել են, սա է խնդիրը եւ իհարկե կուսակրոնությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, որտեղ պատկերացրեք անբնական երևույթ է եւ եթե անբնական երևույթ է, արդեն առաջանում են խնդիրներ։ Բացի դրանից եկեղեցում նույնպես այլ հարցեր կան, նաև դավանաբանական հարցեր կան, որտեղ քրիստոնեություն դա կենթանի ուսմունք է եւ ինչ-որ փոփոխությունների կարիք ունի։ Իհարկե բարեփոխումների խնդիր կար 19-րդ դարում նույնիսկ բարեփոխիչների շարժում էր ձևավորվել Էջմիածնում, որոնք ասում են եկել է բարեփոխումների ժամանակաշրջանը, բայց այստեղ մի խնդիր կա։ Եկեղեցում քննադատել իհարկե կարելի է, ես ինքս բազմաթիվ անգամ քննադատել եմ, բայց մի բան է, երբ որ դու քննադատում ես բարեփոխման համար, այլ բան է, երբ որ դու քննադատում ես ոչնչացման համար։ Այս գործող իշխանությունը քննադատում է ոչնչացման համար, երրորդ անգամ կրկնեմ, սա նաև արտաքին պատվեր է, նաև ներքին իշխանությունը պահպանելու խնդիր ունի, որովհետև եկեղեցու դեմ այս հալածանքները ուժ գնացան, երբ որ կաթողիկոսը Շվեյցարիայում մի հավաք կազմակերպեց, որտեղ ինքը դրեց արցախցիների վերադարձման հարցը, գերիների հարցը, հա, դա միշտ եկեղեցական մեծ հավաք էր, որից հետո այս հալածանքները ուժ գնացան։ Սա է խնդիրը։ Այսինքն խնդիրը սա է եւ ոչ թե այն, արդյոք ունի նա զավակ թե ոչ։ Պետք է խնդիրներին երևի, այսինքն նա եթե ունենա 10 զավակել, բայց չաներ այս բանը, երևի այս հարցակումը չէր լինի։ Իհարկե, այդ խնդիրը իհարկե նման բազմաթիվ խնդիրներ կան եկեղեցում, որը բարեփոխման կարիք ունի։ Եվ երկրորդը, այն
հարցադրումները կամ այն թեզերը, որ անում է գործող վարչապետը, դա դավանաբանական փոփոխության հարց է։ Ինքը փորձում է դավանաբանություն փոխել, որտեղ թեզերը եթե հերթով նայում եք, ինքը ինչ էր ասում։ Ինքը ասում էր պետք է կաթողիկոսի տեղապահը նոր ընտրություններից մինչև նոր ընտրությունները լինի ամուսնացյալ քահանա։ Այսինքն իրանք ամուսնացյալ քահանա են գտել եւ ուզում են կաթողիկոսի տեղապահ սարքեն, որ ազդեն ընտրությունների վրա, բայց հայկական եկեղեցու կանոններով գոնե այս պահին ամուսնացյալ քահանան չի կարող լինի կաթողիկոսի տեղապահ։ Սա բողոքական ռեֆորմն է, որտեղ բողոքականությունը տարբերվում է ավանդական եկեղեցիներից, այդ ընտանիքի նկատմամբ վերաբերմունքով հոգևորականների մասին է խոսքը։ Երկրորդ պահանջը ասում է եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին։ Ուրեմն ըստ քրիստոնեական բոլոր կանոնների եկեղեցին դա Հիսուսի մարմինն է եւ եկեղեցին պատկանում է Հիսուսին եւ եկեղեցու դերն է Հիսուսի խոսքերը հասնել ժողովրդին, այսինքն այն մարդկանց կողմից հոգևորականների, որոնք կրոնական ուսմունքը լավ են տիրապետում, ուսումնասիրել են, խորացել։ Սա նույնպես բողոքական թեզ է, որովհետեւ բողոքականների մոտ, հիմնական ուղղությունների մոտ եկեղեցական ինստիտուտ գոյություն չունի, կան քարոզիչներ, որոնց համայնքը ընտրում է, այսինքն ժողովրդին է պատկանում։ Էլի նման բազմաթիվ թեզեր կա եւ վերջի անգամ ինքը նաեւ չգիտեմ լեզվիս հայտակում է ըստ Ֆրեյդի թե ոնց, ինքը ասեց, որ եկեղեցին պետք է վերադարձնել Աստծո ժողովրդին։ Հայաստանում կա Աստծո ժողովուրդ մի գրանցված բողոքական կազմակերպություն, որի անդամները մասնակցում են Հովնանավանքի այդ ճակերտներով ոչ լիգիտիմ պատարագին։ Հիմա հարց է առաջանում, եթե այդ մարդիկ այլ կրոնական ուղղության հետևորդներ են, իրանց ինչ խնդիրն է մտնել այլ կրոնական ուղղությունով եւ ինչ-որ ակտիվություն ցուցաբերել։ Եվ նաեւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Աննա Հակոբյանի կրթվելը նորաձևը շարժումը նաև ինչ-որ կրոնական սեկտայի տպավորություն է թողում, որտեղ այնտեղ նույնպես շատ անդամներ կան, եթե Facebook-ը հետևում են, որոնք հենց Աստծո ժողովուրդ եւ այլ կազմակերպությունների անդամներ են, նրանց մի մասը արդեն, որքան ես հասկացա, падգամավորների օգնականն են, կան գուցե նաև падգամավորներ, եւ ակնհայտ է դառնում, որ այս ամեն ինչը դավանափոխության է տանում եւ դավանափոխությունը սփյուռքը ոչնչացնելն է, հայկական թեմերը մասնատելն է եւ մեր ինքնությանը հարվածնելն է։ Հիմա ձեր կանխատեսմամբ այս թեզերով ինչպես սկսել է Նիկոլ Փաշինյանը, այն քայլերով ինչպես կատարվում են, ինչքան հեռու կարող է գնալ իրենց պայքարը, արդյոք հաղթելու է աշխարհիկ իշխանությունը այսօրվա եկեղեցական կարգին։ Ես ընդհանրապես կանխատեսումներ չեմ անում, բայց քաղաքագիտական երևույթը կանխատեսում անելը քաղաքագիտական առումով հարցկանալ տրամաբանությունը, հենց դա եմ ուզում։ Եվ այդ տրամաբանությունը ուր կարող է տանել։ Եվ միշտ առաջանում են սցենարներ։ Այո։ Սցենար 1, սցենար 2, սցենար 3։ Ես սցենարներ հիմա չեմ ասի, ուղղակի ձեր հարցը այն էր, որ որքան հեռու ինքը կգնա։ Ինքը հեռու կգնա։ Հնարավոր է այսպիսով հաղթել։ Ես ինձ հարց չէի դնի, ինքը հեռու կգնա միջև վերջ։ Ինչի համար, որտեղ ինչ որ առումով սա մահապարտ է։ Այս գործող վարչապետը, իր ընտանիքը, իշխող ընտանիքը, նրանք մահապարտներ են եւ իշխանությունը երկարաձգել նշանակում է երկարաձգել իրանց ազատ կյանքը, հա, այսինքն ոչ պատերի մեջ կյանքը, եւ այդ առումով իրանք միջև վերջ իհարկե կգնան։ Ձեր մյուս հարցը, որ պատմական իրենք կգնան, բայց պետք է ժողովուրդ հավաքվի, պետք է հաջողվի իրենց ինչ որ բան անել։ Դե դրա դեմ պետք է պայքարել, հիմա մենք նաեւ դրանով ենք զբաղված, ցույց տալով իրականությունը։ Ձեր մյուս հարցը, որ պատմական ինչ-որ անալոգիաներից ելնելով կարելի է արդյոք եզրակացություն անել, թե ոչ, ես կարծում եմ չի կարելի եզրակացություն անել, որտեղ մեր խոսակցության սկզբում մենք ասեցինք, որ կրոնը դա քաղաքականություն է, առաջի հերթին քաղաքականություն, հավատը անձնական հարց է։ Կրոնական ուսմունքում շատ կարևոր է հավատի խնդիրը, որտեղ հավատի վրա է կառուցված, բայց կրոնական ուսմունքը դա մարդկային մտքի գործունեության արդյունք է մեծ սոցիումներ եւ քաղաքակրթություն ձևավորելու համար։ Հիմա ներկայիս քաղաքական իրավիճակը չի կարելի համեմատության մեջ դնել
7-րդ դարի, 5-րդ դարի, 15-րդ դարի իրավիճակների հետ։ Մենք պետք է այս նոր իրականությունից ելնելով այս ամեն ինչը քննարկենք։ Ես կարծում եմ, որ ինքը այս կրոնական խնդրով նաև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ է հերթական անգամ ներքաշել արդեն Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Այսինքն կրոնական հարցը աշխարհաքաղաքական եւ քաղաքական խնդիր է դարձել եւ շատ երկրներ, որոնք այս տարածաշրջանում ունեն շահեր, ստիպված են ինչ-որ ձևի ներազդել կամ նաև մասնակցել։ Սա ամենավտանգավոր բանն է, որը կարող է կատարվել։ Մենք նկատում ենք, որ ժողովուրդը շատերը չունեն դրա մասին նվազագույն գիտելիք անգամ։ Իրենց համար կարգալույծ քահանա եւ օծյալ քահանա տարբերություն չկա։ Այս տարբերությունը շատերը չեն հասկանում։ 18 թվականին, երբ որ սրանք եկան իշխանության, այս գործող վարչապետը կոչ արեց, որպեսզի շրջափակեն դատարանները։ Այո։ Եվ շրջափակեցին, ես սկսեցին դատավորներին ծեծել։ Ուրեմն վարչապետի եւ գործող ԿՊԱ-կանների իրենց վերնախավը ելույթներ են ունենում, որ դատարանը պետք է ենթարկվի ժողովրդին եւ դատավորը պետք է ժողովրդի կամքը կատարի եւ այն վճիռները անի, որը ժողովուրդը պահանջում է։ Այսինքն այս նույնը հիմա շարունակվում է, փորձում են իրականացնել եկեղեցում եւ այս տրամաբանությամբ այդ անձնավորությունը Հովհաննա վանքի Ստեփան Ասակերյան չէ կարծեմ ինքը հանդես է գալի արդեն որպես քարոզիչ բողոքական եկեղեցու քարոզիչ եւ ամենք ասում են ես քարոզիչին եմ ընդունում վաղը կարող է ուրիշ քարոզիչ ընտրի եւ այդ քարոզիչը ինքը կորոշի թե ինքը ինչպեսի քարոզ կանի հա կարող է ավետարանական կարող է 50-ական կարող է վաղը իսլամ քարոզի հա իսլամի մոտ ինչ-որ մի տեսություններ ինքն է որոշում ամենքն էլ ասում են դուրը գալիս է կարող է բայց նա չի կարող դա անել Հովհաննա վանքում որը պատկանում է հայ առաքելական եկեղեցուն արդեն օրենքներով որը բռնազավթվել է եւ օրենքը չի աշխատում որովհետեւ որ օրենքով են շրջափակում դատարանները որ օրենքով են փոխում սահմանադրական դատարանի կազմը այսինքն չկա օրենք Հայաստանում որ օրենքով էր վարչապետը ասում այսինչ մարդկանց բռնեք ասֆալտին պարկացրեք 2 ժամվա ընթացքում այդ նկարները ասֆալտին պարկած ես տեսնեմ սոցիալական ցանցերում ոստիկանները գնում են այդ մարդկանց պարկացում են նկարում են գցում են սոցիալական ցանց հիմա քանի օրենք եւ սահմանադրությունը այստեղ խախտվել է բազմաթիվ հետո ինչ հետո ոչ մի բան հիմա ձեր ասած Հովհաննա վանքը ինքը ռեյդերական հարձակման է ենթարկվել եւ օրենքները խախտելով այդ վանքը գրավել են իրեն վաղ ուրիշ վան կգրավեն այսինքն այստեղ խոսել օրենքի սահմանադրության մասին անիմաստ է հիմա մյուս հարցին որը դուք տվեցիք հայ եկեղեցու պատմության դասագրքերի իսկ ինչի համար ժողովուրդը վատ է պատկերացնում ինչ է եկեղեցին ինչ է քաղաքականություն ինչ է կրոնական ուսմուն որովհետև այդ դասագրքերը շատ կներեք ինձ աղբ էին եւ այդ դասագրքերը ես բազմաթիվ անգամ քննադատել եմ մի հատ գտեք 9-րդ դասարանի եկեղեցու պատմության դասագիրքը մի քանի անգամ փորձել եմ կարդալ ուղերս կախվել դժվար է անգամ կարդալ որտեղ այնտեղ միտքեր չկա դա զառանցանք է այնտեղ պատճառներից մեկը այն է որ ժողովուրդը վատ է պատկերացնում այդ դասագրքերի անորակությունն ու անիմաստությունն է ես այդ մարդկանց չեմ մեղադրի որովհետև այդ մարդիկ չունեն գիտելիքներ եւ պատկերացումներ որը բնական է ամեն մեկը չի կարող մտնել այս հարցերի մեջ որովհետև երբ աշխարհի ամենաբարդագույն իհարկե բարդագույն ոլորտը դա աստվածաբանությունն է Աստվածաբանությունը կրոնագիտություն չի։ Սկսեց մի պահի մարդկանց հետ խոսել հասարակ լեզվով, չնայած հիմա կան, գիտեք, համացանցում կարող եք տեսնել։ Կյանքը ստիպել է, որպեսզի խոսեն։ Կյանքը ստիպել է խոսում են եւ բավականին դա նրանց հաջողվում է, այսպես ասած։ Եկեղեցին չի կարողանում աշխատել հասարակության հետ, որովհետեւ գիտեք ինչ է, մի բան է, երբ որ քրիստոնեությունը մեռած ուսմունք է, մի բան է, երբ որ ինքը զարգացող ուսմունք է։ Կամ պատվիրաններ, որոնք տրվել են Աստծո կողմից, հա դա հնարավոր չի մերժել, հնարավոր չի կասկածի տակ դնել, որովհետեւ դուք ոնց կարող եք կասկածի տակ դնել Աստծուն հատկապես հավատացյալ մարդը, բայց պատվիրանները մեկնաբանելը,
դա արդեն եկեղեցականներ ու դա արդեն մարդիկ են մեկնաբանում։ Ինչ նկատի ուներ Աստվածը սա ասելով, այլ ներկա իրավի իսկ կյանքը փոփոխական է։ Նույնիսկ պատվիրանները ընդունում են, ես զուտ կարգի մասին եմ խոսում։ Հիմա ես էլ եմ դրա մասին խոսում, էլի, որովհետև այդ կարգը արդեն տարբեր ձևի կարող է մեկնաբանվի եւ տարբեր ձևի կարող է փոփոխել, չհակասելով պատվիրաններին եւ Աստծո խոսքը։ Այսինքն դրանով կրոնական ուսմունքը դառնում է կենթանի, քրիստոնեություն կենթանի է, որովհետև եթե 2000 տարի առաջ ինչ-որ մի իրավիճակ է եղել, հիմա փոխվել է, չէ՞ ամեն ինչ, կյանքը, հարաբերությունները, տեխնիկան եւ այլն, այսինքն դա ներկա իրավիճակում բացատրելը մարդկանց, դա ստեղծագործական միտք է, դա աստվածաբանություն, դա մեկնաբան, դա կենթանի եկեղեցի, կենթանի ուսմունքի հարցն է։ Այս առումով եկեք անկեղծ լինենք, եկեղեցին չի կարողացել կատարել իր գործը, որտեղ նայեք եկեղեցին ինչ աստվածաբանական ամսագրեր ունի, նույն Հռոմը վերցրենք, չէ՞ ֆիլմերը ֆինանսավորում ինչ-որ ձևի, գրականություն կա, փիլիսոփայություն կա, եւ այդ ամեն ինչը կենթանի կյանքի հետ կապ ունի։ Այս գործը եկեղեցին չի արել, բայց նորից եմ կրկնում։ Մի բան է մեղադրել, քննադատել եկեղեցուն, որպեսզի այն փոփոխվի, այլ բան է քննադատել, որպեսզի այն ոչնչանա։ Սպասենք, տեսնենք ինչ զարգացումներ կունենանք, շարունակենք դրանց հետևել։ Այս պահի դրությամբ կարծես թե պատկերը ամբողջացավ։ Ես համենայն դեպս այս հարցազրույցից ձեր մեկնաբանություններից հասկացա, որ միշտ կարելի է գտնել հայ առաքելական եկեղեցու դերը չկարևորող մարդկանց, աղանդավորների, աթեիստների, այլ կրոնների ներկայացուցիչների եւ գնալ ցանկացած եկեղեցի պաշարել։ Այսինքն սա պետք է համարել ոչ թե հայ առաքելական եկեղեցու հետևորդների դժգոհության հետևանքը, այլ ուղղակի քաղաքական մոբիլիզացիա, երբ իրենց համախոհներին կարողանում են դատարանի դեմ կամ եկեղեցու դեմ համախմբել եւ փորձել դրանով ավել փոփոխություններ։ Աջապահյանն ասաց, կանոսա լինելու է փոխաբերական իմաստով, մտածելով, որ ի վերջո աշխարհիկ իշխանությունը ներողություն խնդրելու է կրոնական իշխանությունից։ Դուք կարծում եք, որ չի լինելու, որովհետև այս իշխանությունը գնալու է մինչև վերջ իր պայքարի։ Ես կարծում եմ իշխանությունը գնալու է մինչև վերջ, իրենք այլ տարբերակ չունեն, բայց կամոս է լինելու է եւ աշխարհիկ իշխանությունը թեկուզ հաջորդ հասկանալու է այս ամեն ինչը եւ այդ ներողությունը ուրիշի փոխարեն, ուրիշ կառավարության փոխարեն իհարկե լինելու է, որովհետեւ եկեղեցուն հաղթելը դա ովքեր որ փորձել են, ինչ պարտվել են։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։